Առաջինից երկրորդ ընթերցման Ինչ ունենք։ ներկայաց փոփոխությունները միանգամից ներկայացնենք, պարոն Քոչարյան։ Հիշեցման կարգովակի նախագծով ամրագրվում էին բժշկական զննության իրականացնելու դեպքերը ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում, ինչպես նաեւ նախատեսվում էին հետևյալ այն դեպքերը, երբ բժշկական զննություն իրականացրած բուժաշխատողը կազմում էր խոշտանգման կամ վետ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը։ Այս ընթացքում մենք առաջարկություններ ենք ստացել եւ դրանք ընդունվել են եւ ներառվել են նախագծում, մասնավորապես առաջին լրացումը վերաբերվում է բժշկական զննության արդյունքների գրանցմանը, որոնք նախատեսվում են իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, որտեղ բժշկական զննության արդյունքները կգրանցվեն մեկ անգամ եւ ինքնաշխատ կերպով կապահովվի անձի գրանցամատյանի կամ ամբուլատոր քարտի հետ, ինչը բնականաբար կնվազեցնի սխալների եւ անհամապատասխանությունների ռիսկը, կխնայի ժամանակ, կապահովի տվյալների գաղտնիությունը, այս դրույթը ուժի մեջ կմտնի առողջապահական համակարգում, այսպիսի ուրեմն տեխնոլոգիական համակարգի ներդրմանը զուգընթաց, այսինքն մենք ժամկետները համապատասխանեցրել ենք ուժի մեջ մտնելու տվյալ համակարգի գործարկման հետ, եւ ունենք եւս մեկ փոփոխություն, Սիրելի լրագրողներին ասեք, որ աշխատանք կատարում եւ կարելի է նաեւ մի քիչ էկո չբարձր է խանգարում։ Վերջի նախագծով նախատեսված էր, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց պահելու վայրի պետի կամ նրա փոխարինող անձի կողմից գործողություններ են իրականացվում արձանագրությունը զննելուց հետո, բայց քանի որ տվյալ արձանագրությունում ներառված են նաև որոշ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս մասը փոփոխության է ենթարկվել եւ գործողությունների համար պետի կամ փոխարինող անձի կողմից գործողություններ իրականացնելու համար հիմք կհանդիսանա բուժ աշխատողի կողմից զննության արձանագրության վերաբերյալ իրազեկումը, այսինքն ամբողջ արձանագրությունը այս պարագայում չի փոխանցվի տվյալ հիմնարկի ղեկավարին, այլ կփոխանցվի միայն այն տեղեկությունը, որը կապ ունի խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի հետ, այսինքն ձերբակալված կամ կալանավորված անձի բժշկական այլ տվյալների գաղտնիությունը այս առումով պատշաճ կապահովվի։ Այսքանն են փոփոխությունները, ընդհանուր առմամբ կխնդրեմ քվեարկել։ Ինչ եք առաջարկում։